Իդեպ նոյեմբերի 9-ին լրացել է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Դրան նախորդին Ադրբեջանում հաղթական շքերթ էր, որին ներկա էին Թուրքիայի և Պակիստանի նախագահները։ Այո, հենց այն նույն Պակիստանի, որի հետ վերջերս Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել։ Շքերթի ընթացքում հնչել են 3 երկրների հիմներն ու 3 երկրների զինվորականներն էլ հպարտորեն քայլել են Բաքվի կենտրոնական հրապարակում։ Ադրբեջանը ցուցադրել է թե պատերազմի ընթացքում հայկական զինուժից որպես ավար վերցված զենքերը, թե վերջին տարիներին սեփական զինանոցում հայտնված նորագույն մարտական համակարգերը։ Խաղաղության պատրաստվող մեր այսպես ասած հարևանը պատերազմից հետո կրկնապատկել է հատուկ ջոկատայինների թիվը։ Ասում են, ուժեղ բանակը խաղաղության երաշխիք է։ Այդ ընթացքում զուգահեռ իրականություն է տիրում ՔՊԱ-կանների շրջանում։ Մարտունակ բանակը անվանափոխում են պաշտպանունակի, կրճատում են ռազմական բյուջեն, հպարտանում են ռոբոտ շնիկով, կրճատում են ծառայության ժամկետը եւ այդպես շարունակ։ Ասում են, խաղաղություն է, բանակը ինչներիս է պետք։ Որ իրականությունը ավելի մոտ կլինի հանրությանը, որը ավելի շուտ, այսպես ասած, տեղ կհասնի, եթե երկու տարբեր խաղաղությունների են պատրաստվում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները։ Նշենք նաեւ, որ ադրբեջանական շքերթում ելույթների տեքստը, բառապաշարը, բեմում ներկայացվածների կազմը բոլորովին չէին խոսում խաղաղության գնալու, փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին։